Աստվածաշունչ, հին կտակարան, Օսեի մարգարեությունը։ Տիրոջ խոսքը, որ հասավ Երի որդի Օսեին, Հուդայի երկրի թագավորներ Օզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Երոբովամի ժամանակ։ Օսեի կինն ու զավակները։ Օսեին տրված Տիրոջ խոսքի սկիզբը։ Տերը ասաց Օսեին. «Դու գնա և քեզ համար մի պոռնիկ կին առ և պոռնկության որդիներ, որովհետև երկիրը չափից դուրս պիտի պոռնկանա Տիրոջ դեմ»։ Նա գնաց ու առավ Գոմերին, Գաբելայիմի աղջկան, որը հղիացավ և որդի ծնեց նրա համար, և Տերն ասաց նրան. «Նրա անունը Եզրայել դիր, որովհետև մի քիչ ժամանակ ևս, և ես Եզրայելի արյան վրեժը պիտի պահանջեմ Երուի տնից և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։ Այն օրը պիտի խորտակեմ Իսրայելի աղեղը Եզրայելի հովտում»։ Գոմերը երկրորդ անգամ հղիացավ և մի աղջիկ ծնեց, ու Տերը ասաց նրան. «Նրա անունը դիր Չողորմած, որովհետև այլևս պիտի չշարունակեմ ողորմել Իսրայելի տանը, այլ նրանց դեմ պիտի կանգնեմ հակառակությամբ։ Բայց Հուդայի որդիներին պիտի ողորմեմ և պիտի փրկեմ նրանց։ Ես իրենց Տեր Աստվածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ոչ սրով, ոչ պատերազմով, ոչ կառքերով, ոչ ձիերով և ոչ հեծյալներով»։ Եվ չողորմածին կտրեց կաթից։ Գոմերը դարձյալ հղիացավ և մի որդի ծնեց։ Տերը ասաց. «Նրա անունը դիր ոչ իմ ժողովուրդ, քանի որ դուք իմ ժողովուրդը չեք, և ես ձեր ոչ մի բանը չեմ»։ Իսրայելը պիտի վերահաստատվի։ Բայց իսրայելացիների քանակը ծովի ավազի պես անչափ ու անթիվ կլինի, և այնտեղ, որտեղ ասվեց. «Դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ կենդանի Աստծո որդիներ կկոչվեն։ Եհուդայի և Իսրայելի որդիները միասին կհավաքվեն, իրենց համար մի իշխանություն կհաստատեն և կելնեն այն երկրից, քանի որ մեծ է Եզրայելի օրը։ Անհավատարիմ Գոմերը և անհավատարիմ Իսրայելը։ Ձեր եղբորն ասացեք իմ ժողովուրդ, և ձեր քրոջը ողորմած։ Դա տարեք ձեր մոր հետ, դա տարեք, քանի որ իմ կինը չէ, և ես նրա ամուսինը չեմ։ Ես կվերացնեմ նրա պոռնկությունը իմ ներկայությունից և շնությունը իր ստինգների միջից, որովհետև նրան կմերկացնեմ և նրան կանեմ այնպես, ինչպես ծնված օրը, նրան անբնակ կդարձնեմ, կվերածեմ անջուր հողի և կսպանեմ նրան ծարավից։ Նրա որդիներին չեմ գթա, քանի որ պոռնկության որդիներ են, քանի որ չափից դուրս պոռնկացավ նրանց մայրը և ամոթի մեջ թողեց, ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կգնամ իմ սիրածների հետևից, որոնք կտան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը, իմ գինին և իմ ձեթը և ամեն ինչ, որ պետք է ինձ»։ Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները, ես կպատնեշնեմ նրա ուղիները, և նա իր շավիղները չի գտնի։ Նա կգնա իր սիրածների հետևից և չի հասնի նրանց, կփնտրի, բայց չի գտնի նրանց, և կասի. «Կգնամ և կվերադառնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ավելի լավ էր ինձ համար, քան հիմա»։ Եվ նա չիմացավ, որ ես տվեցի նրան ցորենը, գինին և ձեթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթե և ոսկե արձաններ սարքեց Բահաղին։ Դրա համար ես կդառնամ և հետ կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին և իմ ձեթն իրենց ժամանակին, և կհանեմ նրա վրայից իմ հագուստն ու ներքնազգեստը,
որ չծածկի իր մերկությունը։ Եվ արդ կպարզեմ նրա պղծությունը իր սիրածների առաջ, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։ Կխափանեմ նրա բոլոր ուրախությունները, նրա տոները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր տոնախմբությունները։ Կկործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թե իմ վարձն են սրանք, որ տվեցին ինձ իմ սիրածները։ Նրան որպես վկայություն կդնեմ, կուտեն նրան անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։ Կպատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջողեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր սիրածների հետ և մոռացել էր ինձ, ասում է Տերը։ Տիրոջ սերը իր ժողովրդի հանդեպ։ Դրա համար ահա կմոլորեցնեմ նրան և կդարձնեմ նրան ինչպես անապատ։ Եբրայերեն ահա ես կհրապուրեմ նրան անապատ, կտանեմ նրան և կխոսեմ նրա հետ նրա սրտի համեմատ։ Կդարձնեմ նրան ինչպես անապատ, կխոսեմ նրա սրտին, ապա կտամ նրան իր ունեցվածքը և աքորի հովիտը բացելու նրա միտքը, և նա խոնարհ կդառնա այնտեղ, ինչպես իր մանկության օրերին և ինչպես նրա եգիպտացիների երկրից ելնելու օրերին։ Այն օրը, ասում է Տերը, ինձ կանվանի իմ ամուսին, և Բահաղիմ չի կոչի ինձ։ Կվերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից և այլևս չի հիշի նրանց անունները։ Այն օրը ուխտ կկնքեմ նրանց հետ անապատի գազաններով, երկնքի թռչուններով և երկրի սողուններով հանդերձ, և աղեղը, սուրն ու ճակատամարտը կվերացնեմ երկրից և կբնակեցնեմ քեզ հույսով։ Քեզ կնշանեմ ինձ հավիտյան, քեզ կնշանեմ ինձ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։ Քեզ կնշանեմ ինձ հավատով, և դու կճանաչես Տիրոջը։ Այն օրը, ասում է Տերը, ես կունկնդրեմ երկնքին, երկինքը կունկնդրի երկրին, երկիրը կունկնդրի ցորենին, գինուն ու ձեթին, և նրանք կունկնդրեն Եզրայելին։ Ես նրան կսերմանեմ երկրի վրա ինձ համար, կգթամ չողորմածին, կասեմ ինձ օտար ժողովրդին, իմ ժողովուրդն ես դու, նա կասի իմ Տեր Աստվածն ես դու։ Օսեեն և անհավատարիմ կինը։ Եվ Տերն ասաց. «Դարձյալ դու գնա և սիրիր մի կին, որ սիրի չարությունը և շնացող լինի, ինչպես որ Աստված սիրեց իսրայելցիներին։ Իսկ նրանք օտար աստվածներին էին նայում և սիրում էին չամիչով պատրաստված բլիթներ։ Ես վարձեցի նրան ինձ համար 15 արծաթով, մի քոռ գարիով ու մի մատնաչափ գինով։ Եվ ասացի նրան. շատ օրեր կնստես ինձ մոտ և այլևս չես պոռնկանա ու այլևս ուրիշ տղամարդուն չես լինի։ Արդարև շատ օրեր իսրայելցիները կնստեն առանց թագավորի, առանց իշխանի, առանց զոհաբերության, առանց սեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։ Դրանից հետո իսրայելցիները կդառնան և կփնտրեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ արքային, կզորանան Տիրոջով և նրա բարություններով վերջին օրերին»։ Տերն ամբաստանում է Իսրայելին։ Լսեցեք Տիրոջ խոսքը, իսրայելացիներ, որովհետև Տերը դատ ունի երկրի բնակիչների հետ. չկա ճշմարտություն, չկա ողորմություն և չկա Աստծո ճանաչում երկրի վրա։ Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունը արյան են խառնում։ Դրա համար սուգը կպատի երկիրը և կնվազեն նրա բոլոր բնակիչները։ Անապատի գազանները, գետնի սողունները և երկնքի թռչունները կպակասեն ծովի ձկները, քանի որ չի լինելու մեկը, որ դատի, ոչ էլ մեկը, որ հանդիմանի։
Տերն ամբաստանում է քահանաներին։ Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի, նրանք կտկարանան ցերեկով և մարգարեն էլ կտկարանա քեզ հետ։ Քո մորը նմանեցրի գիշերվան։ Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի։ Քանի որ դու մերժեցիր իմացությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար, քանի որ մոռացար քո Աստծո օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին։ Քահանաները իրենց թվի աճի համեմատ մեղք գործեցին իմ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կվերածեմ, իմ ժողովրդի մեղքերով կուռճանան և իրենց անիրավությամբ կհարստացնեն իրենց անձերը, ինչպես ժողովուրդը, այնպես էլ քահանան կլինի և ես կպատժեմ նրան։ Նրա ճանապարհների և նրա խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան, կուտեն և չեն հագենա, կպոռնկանան, բայց հաջողություն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը ամբողջապես պոռնկանալու համար։ Տերը դատապարտում է կռապաշտությունը։ Գինին և հարբեցողությունը գրավեցին իմ ժողովրդի սիրտը։ Վիճակաքարեր գցելով խորհուրդ էին հարցնում, և քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց։ Պոռնկության սատանայից մոլորվեցին և պոռնկացան իրենց Աստծո նկատմամբ։ Լեռների գլխին զոհ էին մատուցում և բլուրների վրա ողջակեզ էին անում։ Կաղնիների, կաղամախիների և սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց, դրա համար ձեր դուստրերը կպոռնկանան և ձեր հարսները կշնանան։ Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, և ձեր հարսներին, երբ շնանան, քանի որ հայրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում։ Զոհ էին մատուցում մեհյաններին նվիրվածների հետ, և քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակվում էր պոռնիկների հետ։ Բայց դու Իսրայել տգետ մի լինիր և Հուդայի որդիներ մի մտեք Գաղգադա, մի բարձրացեք Օվնի տուն և մի երդվեցեք կենդանի Տիրոջ անունով։ Քանի որ Իսրայելն ինձ համար եղավ ինչպես լուծը թոթափած երինջ։ Արդ Տերը նրանց որպես գառ կարածացնի բաց դաշտում, Եփրեմը հարեց կուռքերին, գայթակղության մատնեց իր անձը, բոլորը տենչացին քահանացիների կուռքերին, գինե սիրեցին, թողեք նրանց։ Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատվությունը իրենց հպարտության պատճառով։ Քամու մրիկ կփչի նրանց թևերի տակ և կամաչեն իրենց զոհասեղանների համար։ Լսեցեք սա, ով քահանաներ, մտիկ արեք, ով Իսրայելի տուն, թագավորի տուն ականջ դրեք, քանի որ ձերն է դատաստանը։ Կլինեն ինչպես թակարդ դիտանոցում և ինչպես մի ցանց ձգված բարձրադիր վայրում, որ որսորդները դրեցին որսի համար։ Եվ ես եմ ձեր ուղղիչը, ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացավ, և Իսրայելը պղծվեց։ Նրանք չմտածեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետև պոռնկության չար ոգին նրանց մեջ է և Տիրոջը չճանաչեցին։ Իսրայելի հպարտությունը կխոնարհվի նրա առաջ, և Իսրայելը և Եփրեմը կտկարանան իրենց անօրենության մեջ, կտկարանա և Հուդան նրանց հետ։ Նրանք ոչխարներով և զոհերով կգնան Տիրոջը որոնելու և չեն գտնի նրան, որովհետև նա խուսափեց նրանցից։ Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնվեցին նրանց, ահա այժմ թրթուրը կուտի նրանց ու նրանց երկիրը։ Պատերազմ Հուդայի երկրի և Իսրայելի միջև։ Փող հնչեցրեք բլուրների վրա, գոռացեք բարձունքների վրա, հայտարարեցեք Օվնի տանը, թե հիմարացավ Բենիամինը։ Եվ Եփրեմը կործանվեց հանդիմանության օրերին։ Իսրայելի ցեղերին հավատարմություն ցույց տվեցի,
Հուդայի երկրի իշխանները նմանվեցին սահմանները փոփոխողների։ Նրանց վրա ջրի պես կթափեմ իմ կատաղությունը։ Եփրեմը զրկեց իր թշնամուն և ոտնակոխ արեց արդարադատությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։ Եբրայերեն բնագրում 11-րդ և 12-րդ համարները տարբերվում են։ Ես Եփրեմի համար սարսափ կլինեմ և Հուդայի տան համար ինչպես խայթոց։ Եփրեմը տեսավ իր ախտը և Հուդան իր ցավերը։ Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Եփրեմի արքային, բայց նա չկարողացավ փրկել ձեզ և ոչ էլ հանգստացնել ձեր ցավերից, քանզի ես Եփրեմի համար հովազի պես եմ և Հուդայի տան համար առյուծի նման կհարձակվեմ, կհափշտակեմ, կառնեմ նրանց և ոչ ոք չի լինի, որ փրկի, կգնամ և կվերադառնամ իմ տեղը, մինչև որ նրանք կկործանվեն և փնտրեն ինձ։ Ժողովրդի կեղծ զղջումը։ Իրենց նեղությունների մեջ կշտապեն ինձ մոտ և կասեն. «Գնանք և վերադառնանք մեր Տեր Աստծուն, որովհետև նա հարվածեց մեզ և ինքն էլ կբժշկի, վիրավորեց և կկապի մեր վերքերը, 2 օր հետո նա կկենդանացնի մեզ, և 3-րդ օրը կելնենք, կկանգնենք նրա առաջ, կճանաչենք Տիրոջը և հետամոտ կլինենք ճանաչելու նրան։ Մենք նրան պատրաստ կգտնենք ինչպես առավոտը, և նա կգա դեպի մեզ ինչպես վաղ և ուշացած անձրևը դեպի հողը։ Ի՞նչ անեմ քեզ, Եփրեմ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և առավոտյան ցողի պես, որ անհետանում է։ Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով։ Իմ արդարադատությունը իբրև լույս կծագի, քանզի ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհաբերում։ Աստծո ճանաչումն ավելի եմ ցանկանում, քան ողջակեզները, բայց նրանք եղան ինչպես մի մարդ, որ դրժում էր ուխտը։ Գաղաղադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում և խառնում ջրերը, քո զորությունը ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետև անօրենություն գործեցին։ Իսրայելի տան մեջ տեսա արհավիրքներ, այնտեղ ոռնկացավ Եփրեմը և պղծվեց Իսրայելը, Հուդան սկսեց այգեկութը, երբ ես գերությունից վերադարձրի իմ ժողովրդին։ Իսրայելին բժշկելիս ի հայտ կգան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին, գող կմտնի նրա տունը, իսկ ավազակը կթալանի նրա ճանապարհներին։ Նրանք միասին կմրմնջեն, ինչպես մրմնջում են մարդիկ իրենց մտքում։ Նրանց բոլոր չարիքները հիշեցի, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, և նրանք հայտնվեցին իմ առաջ։ Դավադրություն պալատում։ Իրենց չարիքներով ուրախացրին թագավորին և իրենց ստերով իշխաններին։ Բոլորը շնացան, ինչպես թոնիրն է վառվում հաց թխելու համար բորբոքված կրակից և ճարպի զանգվածից, մինչև այն խմորվի։ Այդպես ձեր թագավորների օրերին իշխաններն սկսեցին վառվել գինուց և ձեռք մեկնեցին չարագործներին, որովհետև սրտերն իրենց հնոցի պես բորբոքվեցին անիծելու նրանց։ Գիշերն ամբողջ քնից հագեցավ Եփրեմը, առավոտ եղավ, և բորբոքվեցին որպես կրակի բոց։ Բոլորը տաքացան, ինչպես վառված հնոց, և կրակը կերավ նրանց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկան, և նրանց մեջ չկար մեկը, որ կանչեր ինձ։ Իսրայելը և ժողովուրդները։ Եփրեմը խառնվում էր ժողովուրդներին։ Եփրեմը նմանվեց Շուռ
չտված Հացիկի։ Օտարները կերան նրա զորությունը, և նա չիմացավ, սպիտակեցին նրա մազերը, և նա չզգաց։ Իսրայելի հպարտությունը կխոնարհվի նրա առաջ, դրանք չվերադարձան իրենց Տեր Աստծուն։ Ես չփնտրեցին և չփնտրեցի նրան այս բոլորի մեջ։ Երբեմն նման էր անմիտ աղավնու, որ սիրտ չունի։ Եգիպտոս էին կանչվում, բայց գնացին Ասորեստան։ Ուր էլ որ գնան, նրանց վրա կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց և կպատժեմ նրանց իրենց գլխին գալիք նեղության լուրով։ Վայ նրանց, քանի որ նրանք խույս տվեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դեմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստությամբ բամբասեցին ինձ։ Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում, նրանք ցորենի և գինու համար ծվատում էին իրենց, ես խրատեցի նրանց և զորացրի նրանց բազուկները, բայց նրանք չարիք խորեցին իմ դեմ։ Նրանք դարձան անգոյին և եղան ինչպես լարված աղեղ, սրով կընկնեն նրանց իշխանները իրենց լեզվի անսանձ խստության պատճառով, և սա կլինի նրանց նախատինքը Եգիպտոսում։ Տերը հանդիմանում է Իսրայելին կռապաշտության համար։ Կիշնի նա նրանց կենտրոնում ինչպես հողը, և ինչպես արծիվ Տիրոջ տան վրա, որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտացան։ Կաղաղակեն դեպի ինձ. Աստված, ճանաչեցինք քեզ, քանի որ Իսրայելը հեռացավ բարիքներից։ Նրանք հալածեցին թշնամուն։ Անձամբ թագավորներ կարգեցին, բայց ոչ իմ միջոցով։ Տիրեցին, բայց ցույց չտվեցին ինձ, իրենց արծաթից և ոսկուց կուռքեր շինեցին իրենց, որպեսզի կործանվեն։ Խորտակիր քո հորթը, Սամարիա, իմ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, մինչև երբ պիտի չկարողանան մաքրվել Իսրայելում։ Արհեստավորը պատրաստեց այն, և նա Աստված չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա, որովհետև խորշակահար սերմ սերմանեցին, և նա էլ կկործանվի նրանց նման։ Նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենա խյուս դառնալու, եթե նույնիսկ դառնա, օտարները կուտեն այն։ Իսրայելն ընկղմվեց, այժմ նա ազգերի մեջ դարձավ ինչպես անպիտան անոթ։ Քանի որ գնացին դեպի ասորեստանցիները, ուրախացավ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը, դրա համար էլ կմատնվի ազգերին։ Բայց այժմ կընդունեմ նրանց, և մի փոքր կդադարեն թագավորներ և իշխաններ օծելուց։ Եփրեմն առատացրեց զոհասեղանները, և նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան։ Բազմաթիվ պատգամներ կգրեմ նրանց, բայց նրա կուռքերը օտարոտի կհամարվեն, նաև նրա սիրելի զոհասեղանները։ Թեպետ և զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Այժմ կհիշի նրանց անիրավությունները և վրեժ կլուծի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք վերադարձան Եգիպտոս և պիղծ բաներ պիտի ուտեն ասորեստանցիների մեջ։ Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին, Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և այն կուտի դրանց հիմքերը։ Օսեեն հայտնում է Իսրայելի պատիժը։ Մի խնդար, Իսրայել, և մի ուրախացիր ինչպես երկրի ժողովուրդները, որովհետև պոռնկացար քո Աստծու դեմ, սիրեցիր կաշառքը ցորենի բոլոր կալերի վրա, կալերն ու հնձանները չճանաչեցին նրանց, և գինին խաբեց նրանց։ Նրանք չեն բնակվի Տիրոջ երկրում, Եփրեմը կբնակվի Եգիպտոսում, և նրանք ասորեստանցիների մեջ պիղծ բաներ պիտի ուտեն։
Տիրոջը գինի չնվիրեցին և նրա սիրտը չքաղցրեցին իրենց վրա։ Նրանց զոհերը սգո հոգեճաշ կդառնան նրանց։ Բոլոր նրանք, ովքեր կուտեն, նրանից կպղծվեն, քանի որ իրենց հացը միայն իրենց կմնա և չի մտնի Տիրոջ տան մեջ։ Ինչ պիտի անեք տարեկան հավաքի օրը և Տիրոջ տոնի օրը։ Դրա համար ահա կգնան դեպի եգիպտացիների թշվառությունը, Մեմփիսը կընդունի նրանց, և Մաքմասը կթաղի նրանց, կորուստի կմատնի նրանց արծաթը և նրանց բնականում փուշ կբուսնի։ Հասել են քո վրեժխնդրության օրերը, հասել են օրեր քո հատուցման, և Իսրայելը կչարչարվի ինչպես հիմարացած մարգարե, ինչպես առսահար մի մարդ։ Քո անիրավությունների շատության պատճառով վրա հասավ մոլորությունը։ Եփրեմը դիտորդ էր Աստծու հետ, մարգարեն գայթակղության թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրա։ Նրանք մոլորություն հաստատեցին Աստծու տան մեջ, ապականվեցին ինչպես բարձունքի օրերին։ Տերը կհիշի նրանց անօրենությունները և վրեժ կլուծի նրանց մեղքերի համար։ Իսրայելի մեղքերը և նրա հետևանքը։ Գտա Իսրայելին ինչպես խաղող անապատում և տեսա նրանց հայրերին որպես պահակ վաղահաս թզենու մեջ։ Նրանք մտան Բելփեգոր և օտարացան ամոթահար լինելով։ Գարշելիները դարձան սիրելիներ։ Եփրեմը թռչունի պես թռավ և փառք չլինի նրանց ծնունդներից, երկունքից և հղությունից։ Թեպետ կմեծացնեն իրենց որդիներին, սակայն զուրկ կմնան մարդկանցից։ Արդարև վրա է, արդարև վայ է նրանց, թեև իմ մարմինը նրանցից է։ Ինչպես Եփրեմին տեսա, նրանք իրենց որդիներին որպես զոհ կանգնեցրին, և Եփրեմն սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի։ Տուր նրանց, Տեր, ինչ ես տալու նրանց, տուր նրանց անորդի արգանդ և ցամաքած ստինգներ։ Աստծու դատաստանը Իսրայելին։ Նրանց ամբողջ չարությունը գաղգաղայում է, ուստի և այնտեղ ատեցի նրանց։ Իրենց չար ընթացքի համար իմ տնից կհեռացնեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխանները ապստամբներ են, ախտահարվեցին, Եփրեմի արմատները չորացան և այլևս պտուղ չեն տա, որովհետև նույնիսկ եթե ծնեն, կոչնչացնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները։ Մարգարեն խոսում է Իսրայելի մասին։ Աստված կմերժի նրանց, քանի որ չլսեցին նրան, և նրանք մոլորված կլինեն ազգերի մեջ։ Ճյուղապատ պտղալից որդատունկ է Իսրայելը։ Նա իր պտուղների առատության չափ բազմացրեց իր զոհասեղանները, իր պարարտության չափ արձաններ կանգնեցրեց։ Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կապականվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները, ողբալի կդառնան նրանց արձանները, քանի որ հիմա կասեն թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը ի՞նչ կարող է անել մեզ համար։ Եթե խոսքեր ասի ստույգ են, եթե խոսքեր ասի ստահոդ են, ուխտ կկնքի և արդարադատությունը որպես սեզ կաճի ագարակի անմշակ հողը։ Ovնի տան հորթի պես պանդուխտ կդառնան Սամարիայի բնակիչները, որովհետև նրա ժողովուրդը սուգարեց նրա վրա, և ինչպես որ դառնացրին նրան, ոտնակոխ կլինեն նրա փառքի համար, քանի որ գերվեցին նրա կողմից։ Եվ նրան կապկպած ասորեստան կտանեն որպես նվեր Յարիմ արքային։
նա կաշառքով կընդունի Եփրեմին, Իսրայելը կամաչի իր խորհուրդներից, Սամարյան մերժեց իր թագավորին, ինչպես տաշեղ ջրի երեսին։ Կվերանան Օվնիի մեհյանները, Իսրայելի մեղքերը փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և լեռներին կասեն, թե ընկեք մեզ վրա, և բլուրներին, թե ծածկեցեք մեզ։ Աստված հայտնում է Իսրայելի վճիռը։ Այն օրերից, երբ բարձունքները գոյություն ունեն, Իսրայելը մեղք գործեց, այնտեղ տեղավորվեցին նրանք, և բարձունքի վրա չի հասնի նրանց պատերազմը, որ եկավ խրատելու նրանց անօրենության որդիների դեմ։ Ազգերը կհավաքվեն նրանց դեմ, խրատելու նրանց իրենց կրկնակի անիրավությունների համար։ Եփրեմը մարզված երինջ է, որ սիրում է հակառակությունը, բայց ես կնետվեմ նրա գեղեցիկ պարանոցի վրա, կբարձրանամ Եփրեմի վրա, կանտեսեմ Հուդային, և Հակոբը կհաղթի նրան։ Ձեզ համար արդարության սերմեր ցանեցեք և կենաց պտուղ քաղեցեք, վառեցեք ձեզ համար գիտության լույսը, փնտրեցեք Տիրոջը, մինչև որ արդարության պտուղները հասնեն ձեզ։ Ինչու եք փորփրում ամբարշտությունը, փխրեցնում նրա անօրենությունները և ուտում ստության պտուղը, որովհետև հույս դրեցիր քո կառքերի վրա, քո զորքի բազմության վրա, քո ժողովուրդը կորստության կմատնվի և քո բոլոր պարսպապատ ամրոցները կկործանվեն։ Ինչպես Երոբովաղի տնից Սադաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին, այդպես էլ կանեն ձեզ, ով Իսրայելի տուն, ձեր չարիքների պատճառով։ Աստծու սերը ապստամբ ժողովրդի հանդեպ։ Առավոտյան նրանք ընկավ Իսրայելի թագավորը, քանի դեռ մանուկ էր Իսրայելը, և ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին, և ինչպես կանչեցի նրանց, այնպես էլ հեռացան իմ ներկայությունից։ Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում և խնկարկում էին կուռքերին։ Ես խափանեցի Եփրեմի ընթացքը և նրան վերցրի իմ բազուկների վրա։ Չիմացան, որ ես բժշկում եմ նրանց։ Երբ մարդիկ ապականվեցին, ես կապեցի նրանց իմ սիրո կապերով և նրանց համար դարձա այնպիսին, որ ապտակում է ուրիշի ծնոտին։ Ես հոգ կտանեմ և կհաղթեմ նրան։ Եփրեմը բնակվեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին նրա թագավորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ։ Նա սրով տկարացավ իր քաղաքներում և դադարեց կռիվ մղել իր ձեռքերով։ Նրանք կճաշակեն իրենց խորհուրդների պտուղը, նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված կբարկանա նրա պատվական բաների վրա և չի մեծարի նրան։ Ինչպես վարվեմ քեզ հետ, Եփրեմ, ինչպես պաշտպան լինեմ քեզ, Իսրայել, ինչպես վարվեմ քեզ հետ, քեզ կդարձնեմ ինչպես Ադամ և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շուռ եկավ, գութս շարժվեց, և իմ սաստիկ բարկության թելադրանքով չեմ վարվի և չեմ թողնի, որ Եփրեմը ջնջվի, քանի որ ես Աստված եմ և ոչ թե մարդ, սուրբ եմ ձեր մեջ և քաղաք չեմ մտնի։ Տիրոջ հետևից կգնան։ Նա առյուծի պես կմռնչա, քանի որ նա կմռնչա և ջրերի որդիներին կապշեցնի, որպես թռչուն կթռչեն, կգան Եգիպտոսից, և որպես աղավնիներ Ասորեստանից կպատսպարեմ նրանց իրենց տներում, ասում է Տերը։
Եփրեմն ինձ ստությամբ պաշարեց, իսկ Իսրայելի և Հուդայի տունը ամբարշտությամբ։ Բայց այժմ Աստված ճանաչեց նրանց, և նրանք կկոչվեն Աստծո սուրբ ժողովուրդ։ Իսրայելը և Հուդան դատապարտված են։ Սակայն այս Եփրեմը չար է հետևեց խորշակին, ամբողջ օրը դատարկ և սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։ Տերը վեճ ունեցավ Հուդայի հետ և կպատժի Հակոբին։ Ըստ նրա ճանապարհի և ընթացքի կհատուցի նրան։ Արգանդում նա խաբեց իր եղբորը և իր գործերով ուժ ցույց տվեց Աստծո դեմ։ Նա չափվեց հրեշտակի հետ և հաղթեց նրան։ Լաց եղան, աղաչեցին ինձ և գտան ինձ իմ տանը, այնտեղ խոսք ուղղվեց նրանց, և Ամենակալ Տերը Աստվածը կդառնա հիշատակը նրանց։ Դատապարտության այլ խոսքեր։ Դու կդառնաս քո Աստծուն, կպահպանես ողորմություն և արդարություն և ամեն ժամ կմերձենաս քո Տեր Աստծուն։ Անիրավության կշեռքը Քանանի ձեռքում է, և նա սիրեց բռնանալ։ Եփրեմն ասաց. հարստացա, հանգիստ գտա իմ անձի համար։ Նրա բոլոր վաստակները չեն մնա նրան, քանի որ անուենությունների համար հանցանք գործեց։ Բայց ես, քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, դարձյալ կբնակեցնեմ քեզ վրանների տակ, ինչպես տոն օրերին։ Կխոսեմ մարգարեների հետ, կշատացնեմ տեսիլքները, ես մարգարեների միջոցով կներկայանամ։ Եթե Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, և նրանց զոհասեղանները նման էին կրյաների խոպան հողում։ Հակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայելը ծառայեց կնոջ համար և կնոջ համար պահակություն արեց։ Տերը մարգարեի միջոցով Իսրայելը հանեց Եգիպտոսից, և նա պահպանվեց մարգարեի միջոցով։ Իսրայելը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արյունը իր վրա կթափվի, և Տերը կհավաքի նրան նրա նախատինքների համար։ Իսրայելի վերջնական վճիռը։ Ըստ Եփրեմի խոսքի, նա ստացավ Իսրայելի Աստծու վճիռը։ Նրան հաստատեց Բահաղի համար և մեռավ։ Այժմ դարձյալ շարունակեցին մեղանչել և իրենց համար կուռքերի պատկերների նման ձուլածո արձաններ պատրաստեցին իրենց արծաթից, ճարտար արհեստավորների գործ տալու նրանց։ Նրանք ասացին. «Մարդիկ, զոհ մատուցեցեք, որովհետև հորթերը նվազեցին։ Դրա համար կլինեն ինչպես առավոտյան ամպ և վաղորդյան ցող, որ անցնում է ինչպես փոշի կալից քշված, և ինչպես ծուխ պատուհանից դուրս եկող։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ հաստատեցի երկինքը և հաստատեցի երկիրը, ես, որի ձեռքերը հաստատեցին երկնքի բոլոր զորքերը։ Բայց քեզ ցույց չեմ տա, որ գնաս նրանց հետևից։ Ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից, ինձնից բացի Աստված չես ճանաչի, և ինձնից բացի Փրկիչ չկա։ Ես էի քեզ հովվում անապատում, անշեն երկրում։ Նրանք իրենց արոտավայրի չափ հագեցան և զմայլվեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ։ Ես նրանց համար կլինեմ ինչպես հովազ և ինչպես ընձառյուծ Ասորեստանի ճանապարհին։ Կպատահեմ նրանց ինչպես սոված արջ, կպատառոտեմ նրանց սրտերի վարագույրը, անտառի կորյունները կուտեն նրանց,
և վայրի գազանները կհոշոտեն նրանց։ Քո ապականության մեջ Իսրայել, ով է որ պիտի օգնի քեզ։ Ուր է քո թագավորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ և որի մասին ասացիր, թե տուր ինձ թագավոր և իշխան։ Ես քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ և ետ վերցրի նրան իմ սրտմտությամբ։ Եփրեմը անիրավությունների կծիկ է, և նրա մեղքերը թաքնված են։ Ծննդկանի պես երկունք կպատահի նրան, դա է քո իմաստուն որդին։ Դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը։ Ես դժոխքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Որտե՞ղ է քո հաղթանակը, մահ, որտե՞ղ է քո խայթոցը, դժոխք։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից, քանի որ նա խտրություն է դնում եղբայրների միջև։ Տերը նրա վրա կբերի խորշակի հողմ անապատից, կցամաքեցնի նրա երակները և կավերի նրա աղբյուրները, նա կչորացնի նրա երկիրը և նրա բոլոր թանկագին անոթները։ Օսեի աղերսը Իսրայելին։ Կկործանվի Սամարիան, որովհետև նա իր Աստծու դեմ դուրս եկավ։ Նրանք սրով կընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կզարնվեն, և նրանց հղի կանայք կպատռվեն։ Դարձի՛ր Իսրայել դեպի քո Տեր Աստվածը, քանի որ տկարացար քո անօրենությունների մեջ։ Առեք այս խոսքերը ձեզ հետ, դարձեք ձեր Տեր Աստծուն և ասացեք նրան. «Դու կարող ես ներել մեր մեղքերը, որ անիրավություն չանենք, այլ բարին ընդունենք և հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը, և ձեր սրտերը բարության մեջ կգտնեն։ Ասորեստանը չի փրկի մեզ, և մենք ձի չենք հեծնի և այլևս մեր ձեռակերտներին Աստված մեր չենք ասի, որովհետև նա, որ քո մեջ է, կգթա որբերին»։ Տերը նոր կյանք է խոստանում։ Կվերականգնեմ նրանց բնակարանները և ամբողջ սրտով կսիրեմ նրանց, որովհետև անցավ նրանց դեմ ունեցած իմ բարկությունը։ Ես ցող կդառնամ Իսրայելի համար, նա կծաղկի ինչպես Շուշան և իր արմատները կտարածի ինչպես Լիբանոսը։ Կընդարձակվեն նրա ճյուղերը, նա կդառնա ինչպես պտղալից ձիթենի և նրա հոտը կբուրի ինչպես կնդրուկի բույր։ Կդառնան և կնստեն նրա հարկի տակ, կապրեն և ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպես որդատունկ, և նրա հիշատակը կլինի ինչպես Լիբանանի գինի Եփրեմի համար։ Այլևս ինչ գործ ունի նա կուռքերի հետ։ Ես խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան։ Ես նման եմ պտղառատայգու, ինձնից է քո պտուղը։ Ով իմաստուն է, կհասկանա այս բաները, ով հանճարեղ է, կիմանա սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները, արդարները դրանցով կանցնեն, իսկ ամբարիշտները կսայթաքեն դրանց մեջ։ Օսեի մարգարեությունը, կարդաց Արման Ժորայբալյանը։